Բլոգեր և դերասանուհի Էլիզա Մելիքյանն իր ինստագրամյան էջում հերթական լուսանկարներն է հրապարակել և գրառում կատարել։ Վերջերս շատ եմ նայում էս նկարին ու ամեն անգամ մտածում եմ, էս փոքրիկ աղջիկը ոչ մի պատկերացում չուներ, թե ինձ ճանապարհ է անցնելու։ Ես հիշում եմ իմ մանկության ամեն ինչը, հիշում եմ լավ օրերն էլ, դժվար օրերն էլ։ Հիշում եմ, թե ոնց կյանքը ինձ սովորեցրեց ավելի շուտ մեծանալ, քան կուզեի։ Եթե հիմա կարողանայի մի պահ հանդիպել էս փոքրիկ աղջկան, ոչինչ չէի փոխի։ Ուղղակի կգրկեի ու կասեի՝ մի վախեցիր, Աստված քո կողքին ա լինելու ամեն քայլին։ Դու դեռ չգիտես, բայց մի օր հետ կնայես ու կհասկանաս, որ ամեն դժվարություն քեզ բերել է հենց այս կյանքին։ Այսօր, երբ նայում եմ այս նկարին, միաժամանակ և տխրում եմ, և ժպտում։ Տխրում եմ, որովհետև գիտեմ, ինչ էր իրեն սպասվում։ Ժպտում եմ, որովհետև գիտեմ, ինքը կարողացավ անցնել դրա միջով ու ամեն օր շնորհակալ եմ Աստծուն, նրա ուժի, նրա սիրո և նրա շնորհի համար։ Հետգրություն, իմ փոքր տարիքից մնացած միակ նկարն ա։ Ուզում եմ մնա այստեղ, գրել էր Էլիզան։ Այժմ աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Իրինա Այվազյանն իր ինստագրամյան էջում պատմել է իր նիհարելու ընթացքի սննդակարգի մասին։ Star News-ն առանձնացրել է հոլովակը և ձեզ առաջարկում է դիտել։ Ուզում ես բան։ Ոչ, գնա ոնուկս գնա, էս իմն է, ես եմ դիետայի ժողովուրդ։ Քանի որ հարցնում եք թե ինչպես եմ նիհարել ու ես իրոք պատասխան չունեի, հիմա որոշել եմ պատասխան ունենալ։ Ծնվում ենք առողջ։ Արթնացել եմ շատ ուշ, կարելի ասել կեսօրին։ Դրա համար բաց եմ թողել իմ ամենահաճելի ժամը եւ իմ սիրած պիչենկաներից է։ Ու դու եմ լոլիկով ծվածեղ իմ ամենասիրելի բաներից մեկը։ Այս առաջինն է, որպես բացում, դրա համար մի քիչ երկար տևեց այս խոսքը։ Ավազյան ուզում էի գնայի վազելու։ Բարձա չէ։ Ուտում եմ գարոխով ու հաճարով սուպիկ ու արագ դուրս գանք։ Միրգ։ Ռեստորան ենք եկել, թաքուն իմ ուտելիքն եմ բերել, հիմա լուր պիտի ուտեմ։ Ոնց հասկանում եմ կարտոֆիլով է, ճիշտ ասած նորմալ չեմ հասկանում, բայց շատ համով է։ Վերջին ուտելիքս եմ ուտում, այսօր մի քիչ խառը ստացվեց, ուտելու եմ գազարով աղցան եւ հավո ու եգիպտացորենով։ Աստվածային, չգիտեմ, ինձ հաճելի է, որ ամեն ինչը ձեռքի տակ է։ Գնաց ռիլում կտեսնենք փորձը փորձանք է, թե փորձը փորձանք չի։ Այսօր անցյալը դեմդ կդնեմ ռուբրիկայի շրջանակներում, հիշում ենք մեր անցյալը, հիշում ենք, որ գնացել ենք գիմնաստիկայի եւ 30 տարեկանում նորից փորձում ենք մոст իջնել ու բարձրանալ։ Չգիտեմ, իհարկե կարող է այս տարեկում արդեն կոտրտվեմ, բայց փորձը փորձանք չի, կարող է եւ փորձը փորձանքը։ Այսօր այս ռիլում կտեսնենք փորձը փորձանքը, թե փորձը փորձանք չի։ Ամեն դեպքում բարձրանալը ավելի հեշտ է, քան իջնելը, այնց որ գնացինք։ Չի ստացվում ընդհանրապես, կատակ եմ ամեն ինչն էլ չի ստացվում, բարձրանալը ստացվում է, պրոստը երևի վախենում եմ, հիմա որ ես վախենում բարձրանալ կամ։ Լավ իջնել է հետո, փորձը փորձանք չի։ Դերասանուհի Էվելինա Շահիրյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, պատմել նոր նախագծի նկարահանումների ընթացքից, ինչպես նաև իր մանկության երազանքի մասին։ Այն հաճելի պահը, որ նկարահանումս ավարտել եմ, սպասում եմ մյուս Երևան եկածողներն էլ ավարտել իրենց նկարահանումը, շարժվենք, բայց հիմա սենց հանգիստ նստած նայում եմ այս հրաշք բնությունը։ Բարև, ես դու ով ես։ Ողջույն։ Իմ երազանքն է նապաստակ պահել եղել միշտ, բայց սկզբում մամաս չէր թողնում, հիմա էլ ով որ ամբողջ կյանքում նապաստակ է պահել, ասում է, որ պետք չի իրենց տանը պահել։ Դերասանուհի Եվա Զոհրաբյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել իր առաջնեկի Արիայի մասնակցությամբ։ Star News-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը, առաջարկում ենք դիտել դրանք։ Դիր ասա սիրուն եմ։ Դիր։ Ես դնեմ։ Հա, նայ։ Սիրուն եմ։ Հիմա քեզ դնեմ։ Հա, դնեմ ակնոցը քեզ։ Ո՞նց են ֆուտբոլ խաղում տղաները։ Վայ, այ տենց ֆուտբոլ, տեսնում եք, գոլ է խփում տենց։ Հա, վայ։
Ay temsen խաղում։ Բա գնդակը դուրա։ Այնտեղ չի դավուլի մոտը։ Գիտես որ դավուլի մոտը, հա։ Հա, գիտես, դե մի հատ էլ գնդակով խփի գոլ ոնց են տղաները։ Հա։ Մամի, давай. Да, пойдем. Լուիզինա նայում։ Պойдем? Շատ լավ, Լուիզը տակտիկա է բշակել։ Լուիզը տակտիկա է բշակել։ Դերասան Օնո Մանուկյանը եւ բլոգեր Սուսի Նիկողոսյանը պատրաստվում են իրենց հարսանիքին։ Այդ մասին եւ ոչ միայն Սուսին պատմել է Instagram-յան իր էջի stories բաժնում, իսկ մենք առաջարկում ենք լսել նրան։ Դե սկզբին ես ու Օնոն գնացինք եկեղեցի, որպեսզի մեր պսակադրության համար հստակ օրու ժամ պահենք ու պսակադրությունն իրականացնելու համար եկեղեցում մեզանից ուզեցին փաստաթուղթ, որը կփաստի, որ երկուսս էլ կնքված ենք։ Ու այդ փաստաթուղթը ներկայացնելու վերջնաժամկետ տվեցին։ Վերջնաժամկետը հուլիսի 10-ն էր։ Բայց իմ մեջ տպավորվեց ոչ թե հուլիսի 10, այլ հուլիսի 24, երեխեք հուլիսի 10-ին, այնքան պատահական, պրոստը ձեռիս տակ շատ պատահական ընկնում է թուղթը, բացում եմ, տեսնում եմ, որ վերջնաժամկետը ամսի 10-ին է, այսինքն հենց այդ օրը, ինչ կարգի ենք ամեն գործ թողել, վազել մենք այդ փաստաթղթի հետևից, սկզբում գնացինք իմ եկեղեցի, որտեղ որ ես կնքվել եմ, այնտեղից վերցրեցինք տեղեկանք, այդ տեղեկանքը տարանք Սուրբ Սարգիս ու նույնը Օնոյի համար արեցինք, երեխեք Սուրբ Սարգսում պետքա մեզ արդեն վերջնական այդ փաստաթուղթը տային, այդ փաստաթուղթը տանեինք մեր պսակադրության եկեղեցի ու մենք շատ վստահ ենք, որ այդ օրվա մեջ ամեն ինչ կհասցնենք։ Սուրբ Սարգսում մեզ ասացին, որ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ փաստաթուղթը պատրաստ լինում։ Իսկ հուլիսի 10-ը ուրբաթ էր ու մենք ներկայացրել ենք աշխատանքային օրվա ավարտին, այսինքն 3 աշխատանքային օր հետոն լինում էր ուրբաթ օրեր այդ օրը գալացող չորեքշաբթի օրը։ Չորեքշաբթի օրը արդեն ամսի մի րոպե, հեսա 11, 12, 13, 14, 15-ն էր լինում։ Հուլիսի 15-ին մենք գնում ենք, այդ թղթերը վերցնում ենք, այդ օրը չենք տանում եկեղեցի, տանում ենք 16-ին թե 17-ին, այսինքն ուղիղ մի շաբաթ հետո ենք մենք տանում այդ փաստաթղթերը, մի շաբաթ ուշացած ու մտածում ենք, որ կարող է ինչ-որ խնդիր առաջանա, որովհետև ամեն դեպքում մեզ վերջնաժամկետ էին տվել, չէ՞։ Երեխեք օքեյ վերցրել են այդ թղթերը, ոչ մի խնդիր չի եղել, դրա համար եթե դուք էլ բախվեք երբևիցե այդ խնդրին, իմացեք, որ եկեղեցին ոչ մի խնդիր չի սարքում ձեր փաստաթղթեր ուշացնելը։ Եթե իհարկե դուք նախորոք պահած եք լինում ձեր պսակադրության օրն ու ժամը։ Սիրված երգիչ Արմենչիկը նոր երգ կներկայացնի եւ տեսահոլովակ։ Այդ ընթացքից երգիչը նոր տեսանյութ է հրապարակել պատմելով անելիքների մասին։ Այսօր նոր մյուզիկ վիդեո ենք նկարում, նոր երգ։ Արմեն ջան, ո՞նց ես։ Հելնում են այցի։ Ծխի մեջ կորանք։ Լավ եք։ Լավ դուք։ Շատ լավ։ Good luck մեզ այսօր։